Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Բարի գալուստ եմ ասում թե ձեզ, թե իմ հյուրերին, այսօր խոսելու ենք դերասանական արվեստի, նրա գործառույթների, որակական աստիճանի, մակարդակի եւ ընդհանրապես ինչպիսի տեսակետ ունի հանդիսատեսը դերասանական մասնագիտության վերաբերյալ։ Այս ամենի մասին այսօր խոսելու ենք այստեղ։ Հիշեցնեմ, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 534 թվականին, երբ հույն դերասան Թեպսիսը ելույթ ունեցավ Դիոնիսոսի թատրոնում, դարձավ առաջին հանրահայտ մարդը, եթե կարելի է այդպես որակում տալ։ Վաղ միջնադարում դեռևս դերասանները այդքան լավ կարգավիճակ ու ստատուս չունեին, ինչը չի կարելի ասել ժամանակակից աշխարհի մասին, երբ դերասանական մասնագիտությունը դարձավ հասավ իր բարձրակետին, դառնալով ամենահետաքրքիր, առաջադեմ եւ ինչու ոչ շահեկան մասնագիտություններից մեկը։ Ինչպիսին է այսօր դերասանական արվեստը Հայաստանի Հանրապետությունում, ինչպիսի արտադրություն են տալիս մեր բուհերը, մեր կրթական օջախները եւ ով է այսօր դերասանը։ Ասում եմ բարի երեկո մեր հարգարժան հյուրերին եւ ներկայացնում առաջին հերթին ավագ սերնդին։ Բեմադրիչ, դերասան, արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան։ Բարի երեկո։ Իմ սիրելի դասախոս, ռեժիսոր, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, խոսքի մասնագետ Աննա Հեքեքյան։ Բարի երեկո եւ բարի գալուստ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասան Հարություն Մովսիսյան։ Ներկայացնեմ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, նախ այս կողմում Աշոտ Սարգսյանն է, Individuum Casting Production-ի տնօրեն, վստահ եմ Աշոտին գիտեք նաև որպես ակտիվ քաղաքացի։ Անատի Սաքանյան, բժիշկ կոսմետոլոգ, համատեղությամբ դերասանուհի։ Բարի երեկո Անատի։ Եվ այս կողմում Դավիթ Հակոբյան, դերասան, կարճ ասած։ Աշխարհի ամենահին մասնագիտության հետ կապված տալիս ենք հավերժական նույն հարցը։ Դերասանը մասնագիտություն է, կոչում, թե ապրելակերպ։ Գիտեք, ես ավելի քան համոզված եմ, որ դերասանը մասնագիտություն է։ Ցավոք սրտի այդ մասնագիտությունը շատ ավելի մատչելի է դարձել, իսկ մասնագիտանալ եւ մասնագիտության մեջ վարպետանալը դա ճանապարհ է։ Դա փորձառություն է, դա ժամանակ է, դա իրոք լավ նյութ է, որը գործածելով դու կարող ես գործից մեզ հասնել ինչ-որ մի նպատակի, ցավոք սրտի հիմա դարձել է շատ հեշտ այդ դերասան ճակերտավոր գործը կարելի է ուղղակի փողոցից մեկին բռնել, կարևոր չի կխաղա թե չի խաղա, կարևորը միտեղ կերևա, ազգուտակը կհավաքվի, հեռուստացույցը կնայի, մերքավորը երևաց։ Բայց մի քիչ դա չէ, իմ կարծիքով։ Վիգեն, եթե չեմ սխալվում, ժամանակին դուք առաջին ձեր բարձրագույն կրթությունը ստացել եք Պոլիտեխնիկական շինարարական ֆակուլտետում։ Շինարարական։ Այնուհետև նոր անցել եք արդեն Ստանիսլավսկու թատրոնին կից ստուդիայում։ Շատ գիտեք ինչ պատահեց, դա երկար պատմություն է, հիմա ժամանակը չվերցնեմ։ Մենք ունեինք ուրախների եւ հնարամիտների ակումբ, որը գոնե 2 հոգի մնայուն տվեց՝ Արա Երնջակյանը եւ ես։ Եվ ոնց որ թե Մոսկվայի ելույթներից հետո շատ ավելի լուրջ ցանկություն եղավ շատ ավելի լուրջ ծանոթանալ այս մասնագիտության հետ, որովհետև այնտեղ այնուամենայնիվ շոու էր։ Եվ թերևս ինձ ստուգելու համար, սովորելով վերջի կուրսում, ես ուզեցի մասնակցել այդ քննություններին, բացարձակապես ոչինչ պատրաստած չունենալով։ Բայց ինչ որ կար, ինչ որ գիտեի, երևի տպավորություն թողեց եւ ինձ ընդունեցին։ Մի ամիս հետո հրավիրեցին Լենինգրադ նկարահանվելու մի ֆիլմում եւ արդեն այդ աշխարհը տարավ, հետո շատ տարիներ հետո լինելով Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, ես հասկացա, որ դա ինձ այլևս չի բավարարում եւ ընդունվեցի Թատերական ինստիտուտ Մարատ Մարինոսյանի կուրս որպես ռեժիսոր։ Շնորհակալ եմ անչափ այս ակնարկի համար, սա կարևոր է, որովհետեւ հաջորդ հարցը Տիկին Հեքեքյան ձեզ եմ ուղղելու։ Մասնագիտական կրթությունը շատ ենք կարևորում բոլորս, յուրաքանչյուր ասպարեզում, սակայն պարզ է, որ ամեն մեկը չի այդ մասնագիտական կրթությունը ստանալով դառնում իսկապես լիարժեք ու լավ մասնագետ, ճիշտ է։ Ինչպես բոլոր մասնագիտությունների դեպքում, բոլորը չէ, որ դառնում են կրթություն ստանալով դառնում են այն լավ մասնագետը, որը անհրաժեշտ է, եւ բժիշկները, եւ ուսուցիչները, բոլոր ուսուցիչները մանկավարժ չեն իրականում բարձր կոչումով։
Դա նորմալ է, եւ պետք չէ սպասել, որ եթե 25 հոգի ընդունվել է առաջին կուրսում դերասան դառնալու, 25-ն էլ պիտի լինեն մեծ դերասաններ։ Մենք միշտ ասում ենք, որ 2-3-ը ամեն կուրսից որ դուրս գա, 2-3 տաղանդավոր դերասան որ ունենանք ամեն տարի, դա Հայաստանի նման երկրի համար շատ է քիչ չէ, բայց մենք նաեւ ասում ենք միշտ, որ մնացած, ասենք 25-ից 22-ը հաստատ գոնե կլինեն, եթե ոչ մեծ դերասաններ, արհեստավարժ, մասնագիտություն ստացած մարդիկ, եւ եթե նրանցից ամենաապաշնորները չկարողանան նույնիսկ բեմում տեղ գտնել, նրանք կլինեն գոնե գրագետ հանդիսատես։ Դրա համար մենք բացարձակապես չենք ձգտում բոլորին դարձնել մեծ աստղեր։ Բայց որ մասնագիտական կրթությունը պարտադիր է, որպեսզի նա հասկանա, թե ինքը ինչ է անելու բեմում, ինչ է նշանակում թատրոնն ընդհանրապես, եւ ինչու՞ չէ հեռուստատեսություն եւ կինոն, դա իմ կարծիքով պարտադիր հանգամանք է։ Եվս մեկ հարց եւ բոլորիդ եմ ուղղում այս հարցը, մասնագիտական կրթություն ասելով մենք ինչ ենք հասկանում, պետական բուհ ավարտած մարդու, թե մարդու, ով իսկապես ընտրել է այն ուսումնական հաստատությունը, որը իրենից կարող է դարձնել սարքել մասնագետի։ Երկրորդը իմ կարծիքով, պարտադիր չէ պետական բուհ լինի, բայց մարդը կրթված լինի, մարդը ճանաչի այն հիմքերը, ազեր այն այբն ու բեն, եթե մարդը տառաճանաչ չէ, նա չի կարող լինել մեծ գրող։ Նա պիտի ճանաչի տառերը, նա պիտի իմանա, գորե կարդալ սովորի, հետո նոր գրել։ Այդ հայտնի անեկդոտի նման, որ ասում է Չուկչյան գրող է, կարդացող չէ, այդպես չի լինում։ Պիտի գոնե այբ ու բենը մարդը սովորի։ Թե որտեղ եւ ինչ պայմաններում են սովորում դերասանները իրենց այբ ու բենը, կիմանանք արդեն կարճատև դադարից հետո։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր խոսում ենք դերասանական արվեստի դրսևորումների, մասնագիտացման, որակավորումների մասին։ Հարցս ուղղում եմ ձեզ, Աշոտ, շատ են իհարկե տարբեր ստուդիաները, տարբեր արվեստանոցները, այսպես ասենք, որոնք հավաքագրում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, տալիս որոշակի կրթություն եւ թուղթ կամ դիպլոմ կամ որևէ սերտիֆիկատ, որ նրանք ավարտել են տվյալ հաստատությունը, եւ այստեղ առաջանում է հարց. եթե պետական որևէ բուհում, այս պարագային թատերական ինստիտուտում կա տարիներով եկած թեկուզ ձևափոխված սիստեմ, համակարգ ուսուցման, հետաքրքիր է, ինչ համակարգ են ստեղծում կամ ինչով են առաջնորդվում ձեր դեպքում ձեր ստուդիայի մասնագետները։ Ինչ են դասավանդում, ինչպիսի պրակտիկա են անցնում։ Մեր ստուդիայում այսօր դասընթացներ չկան էլ, որովհետև ես էլ հենց այն մտքին եմ, որ մի քիչ ավելի պրոֆեսիոնալ է պետք մոտենալ հարցին ու մենք զբաղվում ենք զուտ կաստինգներով։ Այսինքն հավաքագրում ենք մարդկանց ու պրոյեկտների շրջանակներում համագործակցում ենք։ Ներկայացրեք ինչպես եք հավաքագրում։ Տարբեր տարիքային կատեգորիա կարող է լինել, այսինքն կրթությունը ընդհանրապես կապ չունի ու ասեմ ինչի կապ չունի, որովհետև այսօր մենք ունենք շատ մեծ խնդիր, ես ձեր հարցին էլ պատասխանեմ փողոցներից, որ ասում եք վերցնում են դերասան են սարքում, տենց այդքան տենց չի, ասեմ ինչու էլի, ես մի քիչ ավելի խորքից եմ դա ուսումնասիրում։ Մենք կխոսենք ձեր տառապանքի ասեմ ինչի էլ, ինչի է տենց լինում, որովհետև այսօր մենք ունենք բազմաթիվ նախագծեր։ Ցավոք սրտի նկատել եմ տարիների ընթացքում, որ Թատերական ինստիտուտի երիտասարդության մեծ մասը շատ ամբիցիոզ է։ Այսինքն, եթե ես իմ սովորելու տարիներին ինձ հետաքրքիր էր ամեն ինչ, կապ չունի վճարովի, անվճար, միայն թե իմ մասնագիտական, ես բժիշկ եմ, հա, կնայեի կողքերս, ինձ հետաքրքիր էր։ Այսօրվա ուսանողը միանգամից մտածում է, որ եթե նա սովորում է, միայն դիպլոմը կամ իր սովորելու վայրը իրան արդեն թույլ է տալի չմասնակցել այդ ամեն ինչին։ Աշոտ, թույլ կտաք ինձ ամբիցիոզ բառը փոխարինել մեծամտությամբ։ Մեծամտությամբ, հա։ Ուրեմն այդ մեծամտությունը ոնց որ սրսկված լինի ու հիմա ես ձեզ ասեմ բայց սա վատ ու փաստացի իրականություն է, ես համակարգիչ եմ։ Շատ բարդ է աշխատել, շատ բարդ է աշխատել, եթե ես հիմա մտնեմ Թատերական ինստիտուտ ու ասենք թե մասսայական տեսարանը, գեղարվեստական ֆիլմ է, եկեք նայեք, սովորեք, կամերա կողքից պրոստը զուտ աշխատանքային process ինչ է, 90% հրաժարվելու է։ Որովհետև սա ես իհարկե համաձայն եմ, որ եւ կան մեծամիտներ այդ մեր ինստիտուտում եւ իսկապես կհրաժարվեն, բայց մի բայց կա այստեղ։
Այսօր եկել էր Մհեր Մկրտչյանը Մոսկվայից Իմ լսարանն էր մտնում։ Եվ ձեր լսարան բոլոր լսարաններով անցան, նկարվեցին եւ այլն։ Վստահ եմ, որ նրա պրոյեկտին չեն հրաժարվի նույնիսկ անվճար աշխատելու։ Այստեղ խնդիրը նաեւ այդ բայցի մեջ մտնում է, թե ինչ եք նրանց առաջարկում։ Կան բաներ, որտեղ դու իսկապես, եթե մեծ գումար չտան, չես խաղա, բայց կա բան, որտեղ կա պրոյեկտ, որտեղ դու կգնաս եւ անվճար կաշխատես, որովհետեւ այդ պրոյեկտից սովորելու բան ունես։ Իհարկե ես չեմ բացառում, որ կան նաև մեծամիտները, բայց կա նաև այս դրվածքը։ Ի վերջո նրանք բուհում ինչ-որ բան սովորում են եւ կարողանում են մի քիչ գոնե բարձր կուրսեցիները տարբերել լավը վատից։ Ու դրա համար նրանք որոշ տեղեր գնում են միայն գումար վաստակելու, որովհետեւ մեծ մասը վճարով են սովորում եւ մեծ մասը այդ գումարի կարիքն ունի եւ դա մեծամտությունից չի, անհրաժեշտությունից է բխում։ Ես չեմ միայն պաշտպանում մեր ուսանողներին, չնայած կոչված եմ դրան։ Ես պիտի պաշտպանեմ։ Բայց դրա հետ մեկտեղ ուզում եմ ասել, որ կա եւ ճշմարտություն։ Կա մարդիկ, որոնք գնում են հանուն գումարի որոշ պրոյեկտներ, իսկ որոշ պրոյեկտներ այդ նույն մարդը կգնա անվճար մասնակցելու, որպես Անշոտ ջան, կան դերասաններ եւ ուսանողներ, որոնք թատրոնում, մինչեւ հենց մեր ինստիտուտում, մենք իրար հետ համագործակցել ենք եւ հիշում եմ երիտասարդների, որոնք մերժել են որոշ ձեր քաստինգին անվճար մասնակցելու վաղուց, այդ ուսանողները, ավարտած ուսանողներս արդեն վաղուց, նրանք մինչեւ գիշերվա 12-ը մնում են թատրոնի բեմում 12-ը մեկը, որպեսզի անվճար խաղան որոշակի ներկայացումների մեջ։ Չէ, գիտեք ինչ Աշոտ, ես ծանոթ եմ ձեր գործունեությանը, որ մի քանի ֆիլմերում ես հանդիպել եմ մարդկանց եւ իրենք կատարում են այն ինչի համար իրենց կանչել է, առանց պրետենզիայի։ Ետևի ֆոնի վրա երկու աշխատող անցավ, չգիտեմ, վաճառողը բերեց տուփ տվեց եւ այլն։ Դա ուրիշ, բայց երբ որ այդ քաստինգ ստուդիաները սկսում են դասավանդել, ակամա ըմբոստանում եմ, ճիշտ հասկացա։ Ես միշտ հիշում եմ, ինչ կներեք, եթե շեղվում եմ, պատահական կարդացի մեր ՍՏԴ-ի Մաշտոցի պողոտայի վրա հայտարարություն Արմեն Խոստիկյանի անվան թատրոնի ակադեմիա։ Ես անուններով եմ հիշում։ Արմեն Միսակ շատ հարգարժան մեր համար մարդ էր, որի ընտանիքը գիտեինք, որին շատ մտերիմ ենք եւ հերոսի համար դասավանդելու են հայկական թատրոնի կինոյի լավագույն մասնագետներ, երկար բաներ էր գրված։ Ես նույն րոպեին հավաքեցի համարը, բարև ձեզ, ակադեմիան, այո, չնայած ով է կուրսը հավաքելու, շատ պրոֆեսիոնալ հարց է, չէ, ասեց, չհասկացա, ինչ եք ուզում ասել, հասկանում եք, եթե դու բացում ես թատերական ակադեմիա, և չես հասկանում հարցի իմաստը, ասի ով է դասավանդելու, դե ասում ուսանողները, որ հավաքենք, այն ժամանակ կորոշենք։ Մենք հիմա արդեն ցավալի իրականություն դու արդեն մի րոպե, եթե ես կյանքս եմ դրան նվիրել, այդպես հոպ-ստոպ կարելի է դառնալ կոպեկ վճարելով դերասան։ Թույլ տվեք հարցը ուղղել երիտասարդներին, Անատի։ Սա ձեր բեմական կեղծանունն է։ Ես իմ անունը շատ վաղուց կլինի արդեն մոտ 10 տարի ինչ փոխել եմ, այդպես ավելի եմ իմ անունը սիրում։ Ինձ ավելի հոգեհարազատ է այս անունը։ Ինչը այս պարագայում կասեմ, որ մենք ես իմ տեսանկյունից խոսեմ, որ ես չեմ գնում նկարահանվելու, որ ինձ ճանաչեն կամ իհարկե դա էլի տեղն ունի, բայց գլխավորը դա չէ իմ համար, որ ես դրա համար գնամ նկարվեմ, ինձ այդ միջավայրը, այդ գործողությունը, որ ես կատարում եմ ու կատարվում է, այսպես ասած, մեր լեզվով զակադր, ինձ դա ավելի հոգեհարազատ է, ես ավելի շատ սիրում եմ, ես չգիտեմ, երևի ապրում եմ, ինձ ավելի լավ եմ զգում այդ միջավայրում։ Անատի, որտեղ եք նկարահանվել։ Ես սկսել եմ նկարահանվել, դե արդեն հասկացանք ինդիվիդուում քաստինգից եմ իմ առաջին քայլերն արել, նկարահանվել եմ գովազդներում, նկարահանվել եմ տեսահոլովակներում, եղել են գեղարվեստական ֆիլմեր, որոնք կատարել եմ էպիզոդիկ դերեր, վերջի շրջանում անցած տարի եղավ ֆիլմ, որը պարսկական խումբ էր նկարահանում, այնտեղ դերս ավելի շատ էր, այդտեղ եմ նկարահանվել, եղել է Full House sitcom-ում եմ նկարահանվել։ Անատ, մեկ բան եմ ուզում հարցնել, երբ որ դուք խոսում եք, այստեղ նստած են մասնագետներ, մասնավորապես խոսքի առաջատար մասնագետներից է, ուզեք թե ոչ, բայց ակամայից
արձանագրում են ձեր արած սխալները, որոնք կյանքում կենցաղում գուցե նաև ականջաշոյող են, սակայն խաղալիս այդքան էլ ճիշտ չեն։ Դուք երբևիցե փորձել եք օրինակ լրացնել ձեր մասնագիտացումը, գնալ սովորելու կամ փորձել շտկել ձեր խոսքը, դնել շնչառություն, սովորել մարմնի տեխնիկային, դերասանական օրինակ, ինչպես եք լացում, եթե տրվում է խնդիր։ Դրանք տեխնոլոգիաներ են, որոնք յուրաքանչյուր դերասան այբուբենի պես գիտի։ Այո, ես չեմ կարող ասել, ես սովորած չեմ, ես թատերական խմբակների եմ գնացել փոքր ժամանակ, բայց դա բացարձակ կապ չունի այն բանի հետ, ինչու որ հիմա իրենք են սովորեցնում։ Ցանկությունս շատ մեծ է եղել, արդեն կլինի ես 5 տարի այս ասպարեզում եմ ու միշտ ցանկություն ա եղել, բայց գործից բերումով չի ստացվել, որպեսզի ես հաճախեմ, բայց եղել են մեծ վարպետներ, ում հետ որ աշխատել եմ, իրենց խոսքի համար շատ կարևոր է եղել։ Կնշեք մեծ վարպետների Եղել Արմեր Մանրության, ում հետ որ աշխատել եմ, իրենք ինձ, երբ որ մենք նկարում ենք գեղարվեստական ֆիլմ, ես սխալ այնպեսին չեմ արել, որ ասեն դու այսպես չպետք է անես, այսպես պետք է անես, բայց ես իրենց նայելով, իրենց խոսքը լսելով, ինչ բաներ, չեմ կարող ասել շատ բան եմ սովորել, որտեղ ժամանակը կարճ է եղել, բայց ինչ որ բաներ վերցրել եմ ու շատ կարող եմ հարց տալ Անացին։ Անացի ջան, դուք ես որքան իմացա, ուրիշ մասնագիտություն էլ ունեք, որքան հասկացա։ Ո՞րն է ձեր մասնագիտությունը։ Կոսմետոլոգ, վիզաժիստ։ Դուք դա սովորել եք ինչ-որ։ Այո, ավարտել եմ, բժշկական քոլեջն եմ ավարտել։ Աշխատել եմ իմ մասնագիտությամբ, ունեցել եմ իմ կլինիկան, ինչ-ինչ պատճառներով ժամանակավոր հիմա չի գործում։ Իսկ դուք ինչպես կվերաբերվեիք այն փաստին, որ ես ասենք բացեի ինձ համար կլինիկա առանց ավարտելու եւ սկսեի կոսմետոլոգիայով զբաղվել։ Գիտեք, այսպես ձեր կողքից նայելով, թե դուք ինչպես եք դա արել։ Կողքից նայելով եւ շատ խորը սովորելով։ Ես ձեզ հիմա ասեմ, եթե դուք մարդուն չեք վնաս պատճառում, ասենք եթե դուք հիմա կատարեք բոտոքս ինչ որ շուրթի ավելացում, եթե մարդուն վնաս պատճառեք, դա վատկընկալ է։ Իսկ ինչի է ձեզ թվում, որ բոտոքսը շուրթի ավելացումը, որը վատ կարող է ֆիզիկական հետևանք թողնել, դա վատ է, իսկ արվեստի տեսակ փչացնելը, մարդու հոգու հետ աշխատելիս, մարդու հոգու կերտվածքը փչացնելը, դա բացարձակ անվնաս է։ Եթե ես կերտում եմ ինչ-որ բան, ինձ այնց ինչ-որ կերպար է պահանջում, որ ես կերտում եմ, դա, կարծում եմ ռեժիսորները, ովքեր որ մասնագիտորեն կանգնած են այդ հարթակում, եթե ինձ չեն Ընտիր բան է ասում Անատին։ Այ այստեղ խնդիրը։ Մենք այստեղ կարող ենք ուղում։ Անատի շնորհակալ եմ։ Շատ ինձ թող ներեն բոլոր հեռուստասերիալների մասնակիցները, ռեժիսորները, սցենարիստները, սիրահարները։ Բայց փաստ է, չէ, որ մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք ռեժիսորի սով։ Սով։ Եվ միշտ չէ, որ կադրից դուրս գտնվող մարդը իրավասու է ձեզ ուղղություն ցույց տալու ցավոք սրտի։ Ես շատ կուզեի, որ դա լիներ, բայց այդպես չի։ Դավիթ, երկար լռեցիք, մենք ուզում ենք նաև ձեզ լսել։ Դուք ինչ որտեղ ավարտել եք։ Այո, ես ավարտել եմ Հրաչյա Աճարյանի անվան իրավաբանական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Շատ լավ ֆակուլտետ է եւ շատ մոտ մեր մասնագիտությանը։ Շատ լավ ֆակուլտետ է, ես սիրում եմ իրավաբանությունը, բայց ինչի չշարունակեցի, որովհետեւ այստեղից չէի ինչ որ կերպ ապրել պետք էր եւ այն առաջարկները, որոնք որ ինձ առաջարկվում էին 30-40 հազար դրամ վարձատրությամբ էին առաջարկում, ես որոշեցի, որ ձեռք բերեմ երկրորդ մասնագիտություն։ Նախ առաջինը ողջունում եմ այն մարդկանց, ովքեր որ որոշակի տարիքում հասկանում են, որ արվեստի ջիղ կա իրանց մեջ եւ որոշում են զարգացնել, օրինակ պարոն Ստեփանյանը ասաց, որ ուշ, Շինարարական ֆակուլտետը նա փոխարինեց մասնագիտություն։ Ուշ ժամանակահատվածում ընդունվել թատրոնի եւ կինոյի ինստիտուտ, այսինքն հնարավոր է որ Սունդուկյանի դերասան էր։ Շատ լավ։ Գլխավոր դերեր էր խաղում, Մարութիդ միացել։ Շատ լավ, հիմա ես շատ հակիրճ ներկայացնեմ իմ անցած ուղին, երբ որ ես սիրողական ոճով որոշեցի նկարահանվեմ եւ իմ ընկերները ինձ առաջարկեցին նկարահանվեմ գովազդներում, տեսահոլովակներում եւ այլն, եկավ մի ժամանակ, երբ որ ես որոշեցի, որ ինձ այս մասնագիտությունը շատ հոգեհարազատ է եւ ամենակարևորը իմ մոտ ստացվում է որոշակիորեն։ Ինձ այնքան հետաքրքիր չէ, ես ինքս եմ որոշում, որովհետև ես եմ իմ պատասխանատուն, ես եմ, ասենց խոսք կա, ես եմ իմ գլխի տերը։ Երբ որ ես որոշեցի, որ դա ինձ այնքան հոգեհարազատ է, որ ես կարող եմ զարգանալ այս ոլորտում, ես ուղղակի դիմեցի կամերային թատրոնի ստուդիան եւ ավարտեցի կամերային թատրոնի ստուդիան, ընդունվեցի կամերային թատրոն։ Բոլորին շատ սիրում եմ, բոլորին շատ հարգում եմ։ Ինչ-ինչ պատճառներով այնտեղ չմնացի, բայց ես շատ ուրախ եմ, որովհետև հիմա ես ունեմ վարպետ, որը որ
Վահե Շավերձյանն է, ես իր ներկայացման մեջ զբաղված եմ եւ շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նման տաղանդավոր ռեժիսորի հետ։ Դուք ասացիք ռեժիսորի սով կա, իմ բախտը նրանով աբեր է, որ ես աշխատում եմ նման վարպետի հետ։ Ես էլ եմ այդ հարցում բախտավոր եղել, բայց սովը միևնույնն է կա։ Ծափարենք այն բոլոր մարդկանց, ովքեր անվարան գնում են իրենց երազանքի հետևից, իսկ զրույցը կշարունակենք կարճատև դադարից հետո։ Միայն մարդկային գործոնի շրջանակներում այսպիսի հրաշալի հյուրերի հետ կարող էինք քննարկել դերասանի մասնագիտության տեղը, դիրքը, որակը եւ ընդհանրապես անհրաժեշտությունը։ Հարություն, ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ այսօր երիտասարդները շատ են ձգտում այս մասնագիտությունը ձեռք բերելու։ Ընդ որում առաջնահերթ արտաքին կերպարը, քան իր ամբողջ խորքային էությունը։ Նազարին ջան, իմ համար հարցը լրիվ լիարժեք չեմ ընկալում, որովհետև ես չեմ նկատում տենց բան։ Ես նկատում եմ, որ գալիս են նկարվելու մարդիկ, երիտասարդներ, որոնք ունեն ձգտում, որոնք ուզում են էկրանում Երևան, արտաքին ունեն, գեղեցիկ ինչ-որ տվյալներ ունեն, նրանց կանչում են, նրանց բերում են։ Ես այսքան այդպիսին մեծ բան չեմ նկատում։ Հա, բայց զոռով հո չեն կարող մարդուն բերել նկարահանել։ Ամբողջային ինչ-որ վիճակ։ Բայց երևում է կա այդպիսի բան։ Ես այն կարծիքին եմ, որ դերասանները ծնվում են անպայման, ինչպես նաև բոլոր այն ասպարեզներում, որտեղ պահանջվում է անհատականություն։ Ֆուտբոլ լինի, սպորտ, բան ամեն ինչ։ Այդ տեսակը կա։ Միևնույնն է, չի կարող որ մեկ այնտեղ ինչ-որ մի տարածություն անցնի, ոչ ոք չնկատի, ինչ-որ ֆոկուս դիկություն անի, ասեն ոնց հանգարցին հասավ այդտեղ։ Միևնույն արդյունքը երևում է։ Հարդ մեկ հարց տամ։ Ինչ է կարծում Լիոնել Մեսսին, օրական քանի ժամ է մարզվում, որպեսզի խաղա այնպես, ինչպես որ մենք տեսնում ենք շատ, անսահման շատ։ Ենթադրենք, թե նա ծնվել է լավ ֆուտբոլիստ։ Ես օրական 3 կիլոմետր քայլում եմ, հեծանիվ եմ քշում, ես ամեն օր բեմական խոսքի դասեր եմ անցնում ինքս ինձ։ Իմ արտաքին իմ տեսքը պահպանելու համար շնչառությունը եւ ֆիզիկականը։ Եվ մտավոր է նաեւ։ Կարդում եք։ Դուք այս խոսակցությունը, Նազարին ջան, շատ մեծ ասպարեզի, շատ մեծ տարողունակություն է պահանջում իր մեջ։ Այնքան երկար սա կարող խոսել։ Կոնկրետ հարց եմ տալիս։ Դուք եւ Վիգենը կոնկրետ հարց եմ տալիս։ Դուք եւ Վիգենը պարբերաբար խաղալով հեռուստասերիալներում ուզեք թե ոչ առնչվել եք շատ պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ։ Ում հետ է ավելի հեշտ խաղալ։ Չէ, դե իհարկե պրոֆեսիոնալների հետ։ Դրա մասին չի խոսքը։ Ես հասկանում եմ այսպես, որ բոլորը ուզում են դերասան դառնալ։ Դերասան չեն կարող դառնալ։ Երբ որ ես ինստիտուտի երկրորդ կուրս էի, առաջին կուրս էին հավաքելու, ուրեմն մի հատ կին էր, կապուտաչյա, գանգուր մազերով, շեկ բաց, շատ հետաքրքիր կին էր։ Առաջին հարկում Աճեմյանին տեսավ, Վարդան Նիկիտիչ sense բռնեց, Աճեմյանը փուճուր մարդ էր։ Տիկին ջան, հանգստացեք բան, իմ տղան ուզում է դերասան դառնա։ Դերասանը ուզում տղես դառնա, պիտի դառնա, ինքը ուզում է կապուտ աչքերով բան, վայրենիքին էր։ Աճեմյանը իրան նկատում էր, ինքը նայում էր, հետաքրքիր ինչ լավ խաղում է ինքը այս տեսարան, ինքը որպես մարդ չէր նայում, այսինքն նայում էր ինչ լավ կերպար է սա։ Ասես տիկին հանգստացեք, զգաց որ ցնցում է իրեն խոսելուց։ Իսկ նա այս վիճակի մեջ ասեց ուզելը դեռ քիչ է ու գնաց։ Հավատացեք երեխեք, այդ կինը թուլացավ, ասեց, «Էս ինչ ասեց այս մարդը»։ Ուզելը քիչ է։ Այսինքն դուք պետք է ունենաս տվյալներ, դուք պետք է ունենաս շատ մեծ ուրեմն մտքի, ֆանտազիա, երևակայության առատություն։ Ես հիմա Վիգենը կողքս նստած է Ստեփանյանն է։ Մենք միասին Ֆիգարոյի ամուսնություն ենք խաղացել։ 150 անգամ կոմս Ալմավիվա ես Ֆիգարո էի խաղում։ Երեխեք դուք չեք պատկերացնի, ես հետո որ պրծան անցան ինչ-որ ուրիշ օրեր եկան մի քիչ բարդ դժվար բան, որ ասում էին ֆուլ, ես ասում էի ֆուլ ինչ բան է, ասում էին անշլագ։ Ինչ անշլագ, ասի անշլագ չի լինում։ Ամերիկայում բան համերգներ էինք դնում, ներկայացումներ էինք խաղում։ Ինձ համար տարօրինակ էր, հետո Վիգենը ասի, դահլիճում միջանցքներում, որտեղ որ քայլում են, որ մտնեն տեղերը նստեն, չէ՞, այդ միջանցքներում գիշերային զգեստ հակած կանայք նստում էին գետնին, որ նային ներկայացումը։ Այսինքն իմ որակը նկարն էին գողացել, ես չգիտեի ով էր տարել, ինչ աժիոտաժ, ինչ հրաշք բաներ էին կատարվում, եւ Վիգենն ու ես վայելում էինք իսկապես դերասանի այդ բերկրանքը, որին սիրում են, ծափահարում են։ Մի կարևոր նկատառում ծափարենք մեր դերասաններին, այստեղ նստած։ Վիգենը թույլ չի տալիս ես թափել։ Շնորհակալություն Հարութ, ես ուզում եմ վերադառնալ նորից երիտասարդներին Աշոտ Համեցյան։ Ես ուզում եմ մի քիչ ավելի խորը նայենք։ Ես Լեովին համաձայն եմ։ Մենք փորձում ենք մակերեսին։ Բայց չէ, մի քիչ ավելի խորը նայենք, որ դերուցա գալի։ Ես երբևիցե չեմ մեղադրի մարդուն, որ այսօր հայտնվել է եթերում։
Իրան ինչ որ մեկը այնտեղ թույլ է տվել հայտնի։ Ես էլ եմ։ Եկենք սկսենք դրանից։ Ցանկություն ունենալը դա նորմալ է։ Մարդ ցանկացած տարիքում կարող հասկանա, որ կոնկրետ իր ընտրած ճանապարհը դա իրանը չի։ Ինքը ընտրում է կամ թե հետաքրքրությունից ելնելով, թե հայտնի դառնալու, թե եթերում երևալու, կապ չունի։ Աշոտ, մեկ հավելում ուղակի։ Մենք Անատի օրինակով կարող ենք հիմա ասել։ Արդյոք մարդը, որը արդեն կարողանում է իրեն թույլ տալ ասելու, որ 5 տարվա փորձառություն ունի, չպետք է փորձի իր մասնագիտական ուղու մեջ կատարելագործվել։ Ես համարում եմ, եթե դու որպես հոբբի չես նայում այդ ամենին, դու պետք է սովորես։ Այսինքն, եթե դու մի տեղ նկարվեցիր, քո մոտ ստացվեց ոչ թե մենակ քո կարծիքով, ստացվեց նաև ռեժիսորի կարծիքով, ստացվեց հեռուստադիտողի կարծիքով, ինչ որ չափով, այդ ինչ որ ինֆորմացիա քեզ դա դուր եկավ, դու պետք է գնաս սովորես, եթե շարունակելու ես։ Եթե դու, այսինքն նույն թեկուզ խոսակցականը որ ուղի մարդ, որ ճիշտ ներկայանալու ձև ունենա, թե հանրության առաջ։ Երեխեք, հարց, մենք այսօր որակով դերասաններ ունենք, թե չէ երիտասարդության մեջ։ Իհարկե։ Միանշանակ ունենք։ Նազենի չենք կարող չունենալ։ Պարտադիր պիտի Դա հնարավոր չէ որ չունենալ։ Այլ բան է, որքանով են նրանք ունենում առիթը արտահայտելու իրանց տաղանդը, երևալու այդ տաղանդը։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ թատրոններում անշլակ չի լինում կամ լինում է հազվադեպ։ Նու այդ շատ լուրջ հարց է, որովհետև ժամը 5:30-ը գալիս է, մարդիկ կան տետրակները բացում են շանտով։ Էսա Արմենիայով, էսա առաջինով, այնա արդեն Դա միշտ եղել է այն ժամանակ։ Այն ժամանակ երկու ալիք կար։ Շատ ենք տվել կարևորություն։ Ես ձեզ ասեմ, մեր մոտ այսօր վիզուալ ընկալմանը մարդու որպես կերպար ավելի շատ է, քան իրան որպես դերասան։ Այսինքն աղջկան ընտրում են գովազդում նկարվելու համար ոչ թե իր լավ խաղի համար, այլ իր արտաքին տեսքի համար, որը կսաժի։ Գովազդը ուրիշ ասպարեզ է եւ այն ինչ որ դուք անում եք, իմ կարծիքով շատ լավ բան եք անում, որովհետեւ դուք հնարավորություն եք տալիս, որ բոլոր մարդիկ փորձեն իրենց ցանկությունը մեր կենտրոնում ինչ-որ մարդիկ որ գնում են նկարումների։ Ես անցյալ տարվա տվյալ եմ ձեզ ասում, 30-ից ավել մարդ, որը եկել է ուղղակի մասնակցելու մեր մոտ ինչ-որ միտեղ, գնացել է թատերական ընդունվել հետո։ Ես ասում եմ, ձեր արածը բավական մեծ գործ է, մարդը սկսում է փորձել եւ հասկանալ ինքը ով է։ Դա շատ լավ բան է։ Խոսքս ավարտեմ, հա։ Եվ դա շատ լավ է, մենք ձեզ չենք մեղադրում, թե ինչու եք դուք հնարավորություն տալիս մարդկանց, նախ դա ռեժիսորն է գալիս ընտրում մարդկանց, եւ ռեժիսորը պետք է կարողանա ուղղորդել, եւ ռեժիսորը պետք է վերջին իր խոսքը ասել, ինչքանով է նրան դա ձեռնտու։ Իհարկե լավ է, որ գովազդում նկարահանվում են։ Իհարկե լավ է, որ մասսայական տեսարաններում ամբողջ աշխարհում նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալները։ Հին կինոստուդիայում նկարահանվում էին, ասենք, ադմինիստրատորի տատիկը, չգիտեմ ինչ հագցում են, մասսայական ով ծանոթ բերում են եւ նկարահանվում են։ Եվ դա շատ նորմալ է։ Մենք խոսում ենք ուրիշ բանի մասին։ Մենք ասում ենք, որ եթե արդեն մարդը որոշեց դառնալ դերասան, նա պետք է ինքնագոնե կրթվի կամ այնպես կրթվի, որ մենք նայելով եթերից հեռուստա սերիալներում, չգիտեմ, կինո սերիալներում կամ թատրոններում չզգանք նրա պրոֆեսիոնալիզմի պակաս։ Թե մասնավոր ստուդիաներում, բայց որակյալ, այսինքն ավելի հետաքրքրված, թե մասնագետների, թե պետական։ Ուղղակի դերասանի մասնագիտությունը ունի մի հատ շատ կարևոր բան, որի մասին առայժմ չխոսվեց, ուզում եմ գոնե ես բարձրաձայնել, այդ ստեղծագործելու հաճույքը։ Հարութը հիշեց Ֆիգարոն եւ Կոմսալմավյուը։ Ինքը Հարություն Մոմսեսյանն էր, ես Վիգեն Ստեփանյանն եմ, բայց մենք իրոք այդ 3.5 ժամը Ֆիգարո ու Կոմս է։ Այդ process-ը ստեղծագործելու, որը ոչ սերիալն այսօր տալիս ցավոք սրտի, ոչ ֆիլմն, բացի թատրոնից, ոչ ոք չի տալի։ Կինոն սիրում է պատրաստի դերասաններ։ Դա չգրված օրենք։ Իսկ դերասանը կարող է դառնալ դերասան։ Միայն թատրոնում։ Շնորհակալություն։ Դավիթ։ Իհարկե ձեր թույլտվությամբ ես կցանկանամ մի sense բան ասեմ, իհարկե ինձ ներեք, ես մեր մեծերին բոլորին շատ սիրում եմ, շատ հարգում եմ, դուք օրինակ եք մեզ համար։ Մեծերին տարիքով թե վաստակով։ Եվ վաստակով, եւ տարիքով։ Չէ, տարիքով ավելի։ Սոս։ Ինչ իմպրովիզ է։ Սոս, համեցիր ինձ մոտ, խնդրում եմ։ Ժողովուրդ ջան, հազար ներողություն, ես կողքից լսում էի, որ դերասանի մասնագիտությունից եք խոսում։ Ուզում եմ ասեմ, որ այդ մասնագիտությունից խոսելիս մի քիչ զգուշ եղեք։ Ամեն 3 շաբթի, 5 շաբթի դիտեք Դոմինոն։
Ես գնացի կներեք Միքայել Հանմանը։ Դոմինոն ինչ է, կներեք։ Դոմինոն իրավիճակային կոմեդիա է։ Այն է, ինչի համար Սոսը հենց հիմա եկավ այստեղ իմպրովիզով, այսինքն նա օգտագործեց իմ հաղորդումը, այս պահը օգտագործեց ի նպաստ իրենց իրավիճակային Բայց կոմեդիայի։ զգուշ լինեք չհասկացա։ Զգուշ նկատի ունեք, նա նկատի ուներ նախաբանը կապեց ընդհանուր ասացին եւ իհարկե գովազդեց Դոմինոն։ Դավիթ, խնդրում եմ ավարտեք ձեր Շատ լավ, խոսքը։ ես շարունակեմ։ Այսօր դերասանի մասնագիտությունը այդ կոչումը մեզ մոտ մակարդակը այնքան էլ բարձր չի, այն ինչ որ մենք ունեցել ենք այն հին դպրոցը, երբ որ ես որ ֆիլմերի տակ եւ որ ներկայացումների տակ որ մեծացել եմ, ասեմ ինչի բարձր չի, որովհետեւ ինձ 1000 անգամ ներեցեք, բայց այսօր կինո եւ թատրոնի ինստիտուտում թվում են մարդիկ, որոնք որ ոչ պարել գիտեն, ոչ երգել գիտեն, ոչ բեմական կեցվածք ունեն։ Ես էլ գիտեք այդ մարդկանցից։ Ես եղել եմ այդ մարդկանցից։ Ոչ պարել եմ իմացել, ոչ երգել, ոչ էլ բեմական կեցածք։ Շատ էլ կուզիկ ապրում։ Բայց շատերը չեն սովորում եւ հեռուստասերիալներում եւ էկրաններին տեղ են զբաղեցնում եւ գցում են մեծ վարպետների վարկանիշը, գցում են այն աշխատանքը, որ մեծ վարպետները արել են, հետո մենք ասում ենք այսպես չի, այնպես, այսինքն մարդը պետք է այդ ջեղը իր մեջ զարգացնի, բոլորը չեն, որ ընդունվում են, ես այսպես եմ մտածում, որ կինո եւ թատրոնի ինստիտուտ պետք է ընդունվեն տարեկան 8-10 հոգի դերասանական Շատ լավ ես մտածում, մենք էլ երազում ենք դրա մասին։ Ամենալավերը, այսինքն պետք է ինչ-որ Մենք էլ կերազենք դրա մասին, մարդկանց մեջից ընտրենք, ոչ թե բոլորին ընդունենք եւ հետո կանգնենք փաստի առաջ, որ մարդիկ ոչինչ չեն կարողանում։ Ես բոլորի տամփոփիչ խոսքը կլսեմ սիրով կարճատև դադարից հետո։ Մարդկային գործոնի եթերում հասանք այն վերջնակետին, երբ պետք է արդեն փորձենք ամփոփել իմի բերել այսօրվա զրույցը եւ հասկանալ։ Ինչն է պատճառը, որ մենք անընդհատ հետ ենք նայում, հիշում ենք մեծ դերասաններին, մեծ վարպետներին եւ չենք կարողանում գտնել բավարարությունը մերօրյա դերասանական տեսակի մեջ։ Ես մի բան ասեմ, երբ որ մեծ էր Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, այն ժամանակ Գուրգեն Ջանիբեկյանը երիտասարդ էր եւ իհարկե մեծ էին նրանք։ Հետո երբ որ նրանք գնացին եւ Գուրգեն Ջանիբեկյանը դարձավ մեծ, երիտասարդ էին դեռ Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Կարեն Ջանիբեկյանը։ Երբ որ այդ սերունդը գնաց, այս սերունդը դարձավ մեծ։ Մենք միշտ սիրում ենք հիշել անցյալը մեծ երազանքով, մեծ նոստալգիայով, բայց իրականում մեր երիտասարդների մեջ ներողություն, որ պիտի հակադրվեմ, շատ տաղանդավոր երիտասարդներ ունենք դերասաններ որպես, որոնք վաղը պիտի զբաղեցնեն մեր մեծերի տեղը եւ պատվով են զբաղեցնելու այդ տեղը։ Կներեք, խոսքս կես մնաց, բայց երբ որ մի ֆիլմում մենք ենք եւ մեր սարերը օրինակ խաղում են նույն Սոսը, նույն Խորենը, նույն Ֆրունզը, խաղում են Հրանտ Մաթեոսյան, երբ որ այդ հսկաները դեռ նստում Հենրիկ Մալյանի հետ մտածում են, ինչպես կարողանան իրագործել գրածը, ստեղծագործել, գալիս է արդյունք, որը դարձավ մնայուն դարերի համար։ Բայց երբ որ ես մեքենայի մեջ կարդում եմ դերս, կես ժամից հետո նկարվում եմ եւ երեկոյան ցույց եմ տալի, եկեք ստեղծագործելու մասին չխոսանք։ Մենք անընդհատ խոսում ենք հեռուստասերիալներից, թատրոնից եւ մոռանում ենք, որ կար ու կա արվեստի կարեւոր ու մասնագիտական որակավորում պահանջող միջուղ, խոսքը կրկնօրինակման մասին է։ Մարինե Սահակյանը հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման ռեժիսորներից է։ Մարինե, շնորհակալ եմ գալու համար։ Ես կխնդրեի ձեր կարծիքը ասեք եւ մանավանդ կան եւ թատերականից ուսանողներ, կան եւ վաղուց ավարտած, նորավարտ, տարբեր տեսակի ուսանողներ, որոնք անցնում են ձեր ձեռքի տակով եւ դուք ամեն անգամ զտում եք, հղկում եք նրանց։ Ինչ վիճակում է այսօր այդ առումով կրկնօրինակման դպրոցը։ Ես ամեն դեպքում կրթության կողմնակից եմ։ Ամեն դեպքում ինձ համար կրթությունը առաջին տեղում է։ Երբ գալիս է որևէ դերասան, առաջին հարցը, որ ես տալիս եմ, ասում եմ որևէ թատրոնում կաք, ես դերասան պատկերացնում եմ թատրոն։ Դուք ասում եք ուզում են դերասան դառնալ։ Եթե ուզում են դերասան դառնալ, ուրեմն թող փորձեն թատրոն ստեղծել, որևէ փորձարարական ներկայացում անել, չարչարվել, տանջվել, դառնալ թատրոնի դերասան, հետո երևալ էկրանին։ Էկրանին երևալը դերասան դառնալ չի, դա մոլուցք է։
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ մեր աշխատանքին, բավականին չհղկված։ Ես կարծում եմ, որ կրթությունը նաև նրա համար է, որպեսզի կրթի խոսքը նրանց։ Խոսքը գալիս են անկիրթ խոսքով, որպեսզի կրթի վերաբերմունքը։ Կարևոր չի դու ես խաղում, թե չէ, դու պիտի կարողանաս վերարտադրել այն կերպարը ճշտությամբ, որը որ խաղում է։ Իսկ այդ կերպարը հայտնի դերասաններ են եւ հեռուստադիտողը նրանց բոլորովին այլ կերպ է անցալում։ Եթե դու չկարողանաս նրան ճիշտ ներկայացնել, նշանակում է դու մեծ կորուստ տվեցիր եւ դու եւ ֆիլմը։ Բայց ճիշտն ասած մեզ մոտ մենք շատ ենք ջանք թափում, բայց դեռ խնդիրները շատ են, որովհետեւ համարյա թե բոլորի վրա աշխատում ենք, խոսքը բավականաչափ անկիրթ, ընկալումը բավականաչափ մակերեսային։ Մարինե, մեկ հարց, որի մասին կարելի ասել Հպանցիկ Աշոտը խոսեց։ Մեծամտությունը, որը բնորոշ է մեր ազգային առանձնահատկություններից մեկն է, չգիտես ինչու, դարձել է վերջերս, այո, նկատելի է նաև դերասանական աշխատանքի process-ին։ Եվ հաճախ նկատողությունը ռեժիսորի կողմից արված, այլ ոչ անձնային նկատողությունը, կարող են դիտարկել իբրև վիրավորան կամ իրենց ամբիցիաների պատճառով չընդունել ու հետևաբար նաև չհղկվել։ Այս առումով կրկնօրինակման մեջ էլ կան խնդիրներ, թե։ Կան, այո, կան որոշ դերասաններ, որոնք անպայման ուզում են, որ դիտողությունները չընկալել, չընդունել, իհարկե դրանց դեմ ենք պայքարում, ամեն դիտողությունը հիմնավորում ենք, որպեսզի կարողանանք, բայց ի վերջո, երբ որ դերասանը անընդհատ նույն վիճակում է, արդեն էլ չես կարողանում հետ աշխատել եւ տուժում է հաստատ ինքը, ոչ թե ես։ Ես կարողանում եմ գտնել մեկին, որի հետ էլի իհարկե երկար չարչարանքից հետո մի բան ստացվում է, բայց ինքը արդեն կորցնում է իր կերպարը, որովհետեւ ես կարծում եմ, որ անկախ այն բանից ես չեմ ասում, որ ինքը չպիտի ունենա սեփական կարծիք եւ սեփական գիտելիք, ընդհակառակը, որքան գրագետ է դերասան, այնքան հեշտ է մեր աշխատանքը, դերասանի առումով գրագետ, ոչ թե կարդացած իմացող, այլ ինքը որպես գրագետ դերասան, այնքան հեշտ է նրա հետ աշխատելը, բայց երբ որ ամբիցիաները խեղդում են դերասանին, այսինքն ինքը այնքան փշոտ է, որ էլ ոչ մի բան չի ուզում վերցնի որևէ մեկից, բարդացնում է աշխատանքը եւ ի վերջո բերում է նրան, որ ակամայից սկսում ես հրաժարվել նրա հետ աշխատելուց։ Վիգեն, հարություն, ձեր ժամանակ կար կրկնօրինակման դպրոց, որը եւս մեկ դարբնոց էր դերասան կրթելու ու մարզելու։ Ու շատ մեծ դարբնոց էր, ավելին ասեմ, անձամբ ինձ, ես բավականին շատ ֆիլմեր եմ ձայնագրել, իրոք մաթիվը չբարձրաձայնեմ, գիտեք ինչ, բացի ձայնագրելու տեխնիկայից, լեզուն եւ այլ հարցերը տիրապետելուց, աչքիս առաջ, օրինակ ես միշտ գրել եմ Շիրվինդին, շատ հաճախ Ժոնովին, Գալանովենցի հետ գրեցի Բասիլաշվիլին եւ Գուրչենկոն, Վокзал Լյադվայիղ։ Դուք չեք պատկերացնում, դա ինչ մի դպրոց էր, այդ մի շաբաթվա աշխատանք։ Մենք պատկերացնում ենք, ընտանիքներ էին կազմում բացի այդ, կներեք, եթե խոսում ենք այսօրվա կրկնօրինակման մասին, միայն ինֆորմացիա չէր, մեզանից պահանջում էին խաղալ, դե արի Բասիլաշվիլու չափ խաղա։ Գիտեք ինչ, այն ժամանակ, երբ որ մենք կրկնօրինակում էինք կինոստուդիայում եւ այդ օղակներն էինք կրկնում, մենք մի օղակը, հիմա հեռուստատեսությունում դրա հնարավորությունը չկա։ Հիմա պիտի նստի եւ մի անգամից, չգիտեմ, շատ կարճ ժամանակում մի ֆիլմը ձայնագրի, տեմպերը փոխվել են։ Այն ժամանակ Խորեն Աբրահամյանը մի օղակը, որը ընդամենը, չգիտեմ, մի 1.5-2 նախադասություն էր ամենաշատը, չէ, նա այդ մի օղակը կարող էր 6, 7, 10 անգամ ձայնագրել եւ գտնել ամենալավը։ Եվ ռեժիսորը կարող էր ընդունել։ Ասեր մի հատ էլ այստեղ ոչ միայն ռեժիսորը, ձայնային ռեժիսորը կարող էր չընդունել։ Հիմա տեմպերն ուրիշ են եւ դերասանի վրա դրված պարտականությունը, պարտավորվածությունը ու լարվածությունը շատ ավելի մեծ է։ Բայց իհարկե հանճարեղ դերասանների կրկնօրինակելը ամենալավ դպրոցներից մեկն է։ Ասում եմ, նույն կներեք Սմակդունովսկում դոկտոր N. Hodges, չեմ հիշում անունը ֆիլմի, ես էի կրկնօրինակում, տեսարան կար, ես իրոք չէի պատկերացնում, լավ, ես ոնց պիտի խաղամ, ոչ թե կոպի անեմ, copy paste չէր, ես դե արի հայերեն, ու այնպես էր խաղում, նույն Բաբկենչը, որ գրեց Համլետը, դա ասում հավասար գործ։ Հավարտելով, ամփոփելով հարցը։ Ես ուրեմն ասենք, որ մենք իհարկե Վիգենի հետ, Անահիտի հետ, մեր ծերունդը հսկայական գործար է։ Այդ ծերունդի հետ կապված հետագայում պետք է լուրջ վերաբերվեն եւ լուրջ մտածեն, որտեվ հարվածի տակ ընկավ այդ ծերունդը։ Հիմա մարդիկ պատմում են իրանց մասին, ես սիրում եմ, որ իմ մասին պատմեմ, ընկերությունից եմ հիշատակում։ Իսկ ես ինչքան դուբլաժ եմ արել, այդ Աստված գիտի։ Ինչ հերոսների, ինչ դերեր։ Ես ուզում եմ ասեմ մի բան, հետաքրքիր, որպեսզի ամփոփեմ այսօրվա ձեր ամբողջ զրույցը։ Շատ հետաքրքիր բան։
զրուցում էինք, դեն ստացվեց, որ զրուցում ենք թատրոնի դերասաններով, հարց գնաց, ասինք ինչի համար են այսքան բոլորը տենց դերասանների հանդեպ խիստ վերաբերվում, էլի։ Լավ չէ, լավ չի, չէ, դե այն մեկը ոչինչ բան ասենք։ Ու այսպեսի խոսք ասեցի ես, ասեցի, որ ես չեմ կարծում, որ մարդ լինի տոկոսային հարաբերությամբ, որ համեմատենք, որ երազած չլինի։ Ասենք կարող է 2%-ը, որ դերասան լինի, երիտասարդ պատանեկական հասակում։ Տենց մարդ կարող է լինի, որ չի ուզեցել դերասան դառնա։ Ուրեմն դու քիչ տոկոսի մեջ ես մտնում, Նազարին ջան։ Բայց չկա տենց բան։ Ես որ ընդունվում էի ինստիտուտ 1017 հոգուց պետք է ընդունվեր 21 հոգի եւ ընդունում էր Աչեմյանը։ Դուք հասկանում եք դա կոնկուրսը։ Այս է։ Այ հիմա ինչ են սիրում մարդիկ դերասան դառնալ, գալիս են, որովհետեւ այդ ինստիտուտներում նույնպես կտրվում են, դուրս են գալիս, չէ՞։ Գալիս են, խաղում են։ Ես հիմա նկատում եմ ջայլների մեջ արդեն մի 10-12 հոգի են երևում, բայց դրանք գիտես ինչ կանեին։ 2-300-ից ավել էին։ Մաքրում է ժամանակը եւ բերում է նրանց առաջ նրանց, ովքեր տոկուն են, ովքեր նպատակասլաց են եւ ովքեր համարձակ են։ Շնորհակալ եմ անչափ, ցավոք սրտի այսօրվա ժամանակը միշտ չի, որ ճիշտ է ֆիլտրում եղելությունը։ Ցավոք սրտի։ Սակայն մենք ոչ դատում ենք, ոչ քննադատում ենք, ընդհանրապես քննարկում էինք եւ ես ուրախ եմ, որ երիտասարդ ծերունդն էլ մեր քննարկմանը շատ առողջ վերաբերմունք ցույց տվեց։ Մի հարց եւ ամփոփում, Դավիթ, ինչ է պետք, որպեսզի դերասանը մնա ժամանակի եւ տարածության մեջ, այլ ոչ թե լինի հպանցիկ։ Իմ կարծիքով ամփոփելով ասեմ, ես կփորձեմ, ես իմ կողմից կարող եմ միայն ասել, ես կփորձեմ այնքան ինքնակրթվել եւ այնքան զարգանալ այս ոլորտում, որ մի շատ գեղեցիկ օր, երբ որ հայտնվեմ մեր վարպետների հետ բեմում, Աստված տա այդ օրը գա, բեմում հայտնվեմ, ես ամոթով չլինեմ։ Ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի։ Քարկոծեք ինձ ո մարդիկ, բայց ես ուրախանում եմ, երբ յուրաքանչյուր երիտասարդ ծերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ դնում է իր առջև նպատակ, հավատում է իր երազանքին եւ հասնում է իր երազանքին։ Գնում է երազանքի հետևից։ Լինեն գրագետ, լինենք առողջ իհարկե եւ արվեստը իր լավագույն դրսեւորմամբ ներկայացնենք, չմոռանալով, որ մենք ունեցել ենք շատ լավ հետաքրքիր արտիստներ եւ ունենք ու նոր սերունդ, որին պետք է բարձրացնել, օգնել, տեղ տալ եւ իհարկե չքննադատել անընդհատ։ Կհանդիպենք կրկին, մնացեք բարով։